Մայիսի 9-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 00:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23:50-ի սահմաններում տղամարդու դիետ տեղափոխվել Երևանի բժշկական կենտրոն։ Քրեական ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են մահացածի մարմինը տեղափոխել հիվանդանոց եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մայիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ-ի վարած Hyundai Մակնիշի եւ 61-ամյա Միքայել B-ի վարած Բիդ Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ըստ տեղեկությունների տուժածներ չկան։ Բախման հետևանքով երկու ավտոմեքենան էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Hyundai-ն էլ բախվել է ծառերին եւ հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Hyundai-ի վարորդ Վահե Ռ-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Մայիսի 1-ին վիճաբանություն ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 22:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի Արմավիր ավտոճանապարհին գործող Զուռնա ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ոստիկանները պարզել են, որ նշված վայրում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, որի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում խուլիգանության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտե։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ամբողջական ինքնությունները ճշտելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների կասկածյալները Հայաստանում հայտնի մարզիկներ են, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չեն հայտնում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վերլուծական վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մի տղամարդ Երևան քաղաքի Նոր Քմարաշ թաղամասում գտնվող գերեզմանատան տարածքում թմրամիջոց է իրացնում։ Նկատելով նշված վայր մեկնած ոստիկաններին նա նետել էր թմրամիջոցով փաթեթներն ու դիմել փախուստի, սակայն հայտնաբերվել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել էր համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ գերեզմանատան նշված հատվածում հայտնաբերվել է ընդհանուր 12.29 գրամ զանգվածով 11 փաթեթ։ 32-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։